Արարատնյուզի տաղավարում է քաղաքագետ Դավիթ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, ինչպես է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը ֆորմալ առմամբ նախ տարբեր շրջանակներ օրինակ քննարկում էին, որ վարչապետին դիմավորել է փոխարտգործնախարարը կամ նա պատվի առել զինվորականներին օդանավակայանում։ Առասարակ այդպիսի խոսակցությունները մի փոքր երևի թե անհիմն են, որովհետև շատ հազվադեպ է լինում, որ երկրի ղեկավարին դիմավորում է հենց երկրի ղեկավարը։ Այսինքն դա պետք է լինի շատ բարձր մակարդակի համագործակցություն կամ դաշնակիցներ, օրինակ Ալիևին դիմավորեց Էրդողանը, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը ամենամոտ երկրներն են միմյանց համար։ Այդպիսի օրինակները շատ քիչ են եւ հիմնականում դիմավորում են կամ նախարարները կամ ինչքան ավելի ընդունված է փոխնախարարները։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման դեպքում դա ամբողջովին ըստ պրոտոկոլային նորմալ երևույթ էր, երբ որ դիմավորում էր դրան փոխնախարարը։ Իսկ ինչ վերաբերվում է կրկին զինվորականներին պատվի առնելուն, սա կրկին ընդամենը պրոտոկոլային երևույթ է, այսինքն ոչ մի արտասովոր բան այստեղ չկար։ Եթե խոսենք արդեն բուն հանդիպման մասին եւ թե ինչ մեկնաբանություններ ունենք այս բանին, իհարկե մեկնաբանությունները այդքան էլ շատ չեն, պաշտոնական մեկնաբանությունները թե հայկական եւ թե թուրքական կողմից կա ստանդարտ տեքստ, որ քննարկել են կողմերը հայ-թուրքական նորմալացման հարաբերությունները եւ տարածաշրջանային մի շարք հարցեր, այստեղ իհարկե առաջին հերթին խոսքը գնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, քանի որ Թուրքիան արդեն շատ երկար ժամանակ է գրեթե միշտ հակամարտության սկզբից որպես նախապայման ներկայացրել է հայ-ադրբեջանական կարգավորումը եւ այժմ էլ Թուրքիայի դիրքորոշումը երևի թե չի փոխվել այս հարցի վերաբերյալ։ Ադրբեջանական մամուլը այս հարցի շուրջ արդեն գրել է մի շարք անգամներ, որ նույնիսկ Ալիևի այցը Փաշինյանի այցից մեկ օր առաջ հենց սրա նշանն էր, այսինքն Թուրքիան այս կերպ ցույց էր տալիս, որ Թուրքիան իր քաղաքականությունը համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ Հայաստանի վերաբերյալ։ Եվ ամենայն հավանականությամբ քննարկվող թեմաներից հենց առանցքայինը եղել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը նույնպես։ Կներեք, մինչ դրան անդրադառնալը թուրքական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացման նողված ջանքերին, բոլորը միասին շահում են մոտեցմամբ, արդյոք այս մոտեցումը չի բխում խաղաղության խաչմերուկ նախագծից, որովհետև Փաշինյանը Ստամբուլում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Թուրքիային պետք է միջին միջանցքը։ Այո, միանշանակ Թուրքիային պետք է միջին միջանցքը եւ միջին միջանցքը պետք է նաեւ Ադրբեջանին։ Խաղաղության խաչմերուկ նախագծի տրամաբանության մեջ է նաեւ հենց այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը նշել էր, այսինքն տարածաշրջանների կոմունիկացիաների բացում, առևտուր, որը կսկսվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Հայաստանի տարածքով եւ այլն։ Այս ամենը մենք անվանում ենք խաղաղության խաչմերուկ, սակայն ադրբեջանական կողմը դեմ չի լինի, ինձ թվում է այս նույն բանը անվանել հենց իրենց կոչված Զանգեզուրի միջանցք։ Այսինքն այստեղ կարող ենք մենք ունենալ այնպիսի հավանական տարբերակ, երբ որ մի կողմը երևույթին անվանի մի ձև, մյուս կողմը այլ ձև։ Սա արդեն կախված է թե ինչպես կողմերը կգան համաձայնության տվյալ հարցի վերաբերյալ, սակայն տրամաբանությունը խաղաղության խաչմերուկի տրամաբանությունը, երբ որ տարածաշրջանը պետք է բացվի եւ կոմունիկացիաները բացվեն, կարող է ադրբեջանական կողմը սա ընդունել եւ անվանումը ուղղակի փոխել, դնել ադրբեջանական անվանում, որպեսզի օրինակ ներքին լսանին ցույց տա, որ դրանք հետնահանջ չեն կատարել իրենց սկզբնական դիրքերից։ Սա տարբերակներից մեկն է։ Եվ երևի թե ամենահավանականը, որովհետև Ադրբեջանը տվյալ պահին ռազմական գործողություններ սկսելու կարծես թե ոչ մի պատրաստակամություն չունի եւ հայկական կողմն էլ չի պատրաստվում հենց ադրբեջանական պահանջով, ադրբեջանական տեսլականով տալ այդ ճանապարհը, այսպիսով սա ինձ թվում է հավանական եւ փոխընդունելի տարբերակ է երկու կողմերի համար էլ եւ այս ամենից իհարկե Թուրքիան նույնպես շահելու է, որովհետև բացվելու է միջին միջանցքի ամենակարճ ճանապարհը, այսպես ասած, եթե այն անցնի Զանգեզուրով հենց կամ Սյունիքով, այդ դա ամենակարճ ճանապարհն է լինելու միջին միջանցքի եւ այժմ երբ որ Ադրբեջանը Թուրքիա գնալու համար գնում է Վրաստանի տարածքով կամ փորձում էր գնալ Իրանի տարածքով, հիմա այդ ամենի փոխարեն արդեն նրանք կարող են Սյունիքով ուղղակի գնալ եւ արդեն կողմերը պետք է ընդհանրապես որոշակի այդ մաքսային եւ այլ հարցեր կարգավորեն միմյանց հետ։ Հենց մաքսային հարցերի ճանապարհի վերահսկման մեխանիզմների հարցումից դες Թուրքիայի մոտեցումը ինչպիսին է։ Հետաքրքիր է օրինակ այս հարցի վերաբերյալ, որովհետև Թուրքիա եւ մոտեցումը եւ Ադրբեջանի մոտեցումը կարող է եւ չհամընկնել այս հարցի վերաբերյալ։ Երբ որ մենք խոսում ենք Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքից, նրանք հիմնականում օրինակ վերջերս քիչ, բայց առաջ ավելի շատ խոսում էին նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Զանգեզուրի միջանցքը պետք է հսկեին ռուս սահմանապահները, ռուսական ԱԴՑ-ն, բայց ես չեմ կարծում, որ Թուրքիան շատ ուրախ էր այս փաստի հետ։ Այսինքն Թուրքիան ցանկանում է իհարկե ունենալ ճանապարհ Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան, որը հետագայում կկապի նաև Միջին Ասիային եւ այլն։ Սակայն ես գրեթե բացառում եմ, որ Թուրքիան կողմ լինի, որ ռուսական կողմը հսկի այս ճանապարհը։
Եվ երբ որ Ադրբեջանը խոսում է նմանատիպ, երբ որ Ադրբեջանը խոսում է ռուսական հսկողության մասին կամ նոյեմբերի 9-ի մասին, սա ինձ թվում է Թուրքիային դուր չի գալիս։ Թուրքիայի համար երևի թե ավելի ընդունելի տարբերակ է, եթե այդ ճանապարհը հսկվի հենց օրինակ հայկական կողմից, ինչու, որովհետև Թուրքիայի եւ Հայաստանի բալանսը մենք գիտենք եւ Թուրքիան պետք եղած ժամանակ կարող է ինչ-որ ճնշում օրինակ գործադրել Հայաստանի վրա, եթե մենք նայենք Թուրքիայի տեսանկյունից հիմա, եթե մենք նայենք եթե այդ ճանապարհը հսկի Ռուսաստանը, Թուրքիայի համար շատ ավելի բարդ է լինելու այդ ճնշումը գործադրել մեկ այլ երկրի նկատմամբ, ով չափսերով եւ ամեն ինչով գերազանցում է Թուրքիային։ Այսինքն թուրքական կողմի դիրքորոշումը այս ամենի վերաբերյալ շատ դեռևս ոչ միանշանակ է, ոչ բաց, քանի որ նրանք բարբերաբար օգտագործել են Զանգեզուրի միջանցք տերմինը, բայց թե ինչ են նրանք այդ ամենի տակ պատկերացնում, դեռևս բարդ է ասել։ Իմ կարծիքով Թուրքիայի համար շատ ավելի շահավետ կլիներ, եթե այդ ճանապարհը հսկվեր հենց հայկական կողմից։ Հանդիպման վերաբերյալ Թուրքիայի տարածած հաղորդագրության մեջ նաև անդրադարձ կա Իրանի նկատմամբ Իսրայելի հարձակումներին, նշում է, որ Թուրքիան դրանից առաջացած ռիսկերը վերացնելու հարցում օգտագործում է դիվանագիտության բոլոր միջոցները։ Այդ ռիսկերից մեկը կարող է լինել հենց Սյունիքի նկատմամբ հնարավոր հարձակումները, որովհետև պարզ է, որ Փաշինյանի հետ հանդիպումից է այդ հաղորդագրությունը։ Իհարկե կարող է լինել, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունները ոչ թե ասենք կանխատեսելի, սակայն ցանկացած պահի կարող են պայթել։ Կարող են լինել էսկալացիաներ, ադրբեջանական կողմը կարող է սկսել ագրեսիաներ, տարբեր կախված տվյալ իրավիճակից։ Սակայն տվյալ պահին երևի թե դա մի փոքր քիչ հավանական է, որովհետև ինչպես արդեն նշեցինք, Ադրբեջանը նույն միջին միջանցքի եւ մի շարք այլ լուրջ տնտեսական նախագծերի մեջ է այս պահին ներառված եւ Ադրբեջանի այդ ներդրողները, այսպես ասենք, նույն Չինաստանը, դա կլինի թե օրինակ արևմտյան երկրները, ովքեր գազի եւ նավթի հարցով են հետաքրքրված, նրանք այդքան էլ կողմ չեն լինի, ինձ թվում է, որ Ադրբեջանը սկսի նոր ռազմական գործողություններ տարածաշրջանում։ Իսկ իսկ Սյունիքի վրա հարձակումը հենց այդպես էլ դիտարկվելու է, այսինքն Ադրբեջանը սկսում է ռազմական գործողություններ, ինչը շատ վատ ֆոն է լինելու Ադրբեջանում ներդրում կատարողների համար եւ այդ ներդրումները կարող են ուղղակի չլինել։ Ադրբեջանը կարող է լինել ոչ ապահով երկիր այդպիսի գործողությունների համար։ Սա փաստարկներից մեկն է, թե ինչու հիմա շատ քիչ է հավանական, որ Ադրբեջանը կսկսի լուրջ ռազմական գործողություններ, մեկ այլ փաստարկ եկե ինձ Թուրքիայի այստեղ ֆակտորն է, այսինքն Թուրքիան ինքնին ինձ թվում է այդքան էլ կողմ չէ, որպեսզի Ադրբեջանը տարածաշրջանում էլ ավելի բարձրացնի իր դերը, որովհետև մենք խոսում ենք թուրք-ադրբեջանական, այսպես ասենք, եղբայրության մասին, գոհամագործակցության մասին, դաշնակցային հարաբերությունների մասին եւ այլն, սակայն պետք չէ երբեք մոռանալ, որ Թուրքիայի համար Ադրբեջանը միշտ եղել է փոքր եղբայր։ Եվ հիմա երբ որ Ադրբեջանը փորձեր է անում այդ փոքր եղբոր կարգավիճակից դուրս գալու, սա ոչ միանշանակ է ընդունվում օրինակ Թուրքիայի կողմից։ Դեռ անցած տարի մենք ունեինք դեպք, երբ Թուրքիայի նախագահը խոսել էր այն մասին, որ Արցախը գրավելու ժամանակ Թուրքիան օգնել էր Ադրբեջանին ոչ միայն քաղաքական, այլ նաև ռազմական օգնություններ ցուցաբերել, ինչին հետևեց կոշտ պատասխան Ադրբեջանից, որ նման բան չի եղել եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունները սրվեցին։ Այսինքն Թուրքիան ամեն կերպ փորձում է ցույց տալ եւ այդ Էրդողանի հայտարարությունները ինձ թվում է դրա մասին էր, որ Ադրբեջանը միայնակ կարող է չկարողանար գրավել Արցախը կամ կարող է ավելի բարդ գրավել, ավելի երկար գրավել եւ այլն։ Այսինքն Թուրքիան փորձում է հասկացնել Ադրբեջանին, որ նա իր փոքր եղբայրն է դեռևս մնում, փոքր դաշնակիցը։ Եվ երբ այդ փոքր դաշնակիցը փորձի վերցնել օրինակ այնպիսի մի կարևոր ճանապարհ, ինչպիսին հենց նույն մեր ասած Մեղրիով անցնող ճանապարհն է, ապա Ադրբեջանի դերը շատ ավելի կբարձրանա տարածաշրջանում, որովհետև Ադրբեջանը նախ եւ առաջ կկտրի Իրանին այս ամբողջ ծրագրերից, նույն միջին միջանցքից կարող է Իրանը հանգիստ դուրս մնալ այս ամենի շնորհիվ։ Իսկ նաեւ կարող է լուրջ վերահսկողություն ունենալ Թուրքիայի նկատմամբ, որովհետև Թուրքիայի նկատմամբ Ադրբեջանի ազդեցությունը գնալով աճում է, ինչպես գիտենք, օրինակ փաստ է, որ Թուրքիայի ամենամեծ արտաքին ներդրողը դա հենց ադրբեջանական Սոքար ընկերությունն է։ Եվ օրինակ Թուրքիայի էներգոռեսուրսների մեծ մասը գալիս Ադրբեջանից եւ այլն։ Եվ Թուրքիայի կապը Միջին Ասիայի հետ նաեւ Ադրբեջանի տարածքով է։ Եվ եթե Ադրբեջանը ունենա նաեւ այս մեկ լծակը Թուրքիայի վրա, այն շատ ավելի կարող է բարդացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ Թուրքիան ավելի կախման մեջ լինի Ադրբեջանից։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ Թուրքիան նույնպես դեմ է տարածաշրջանում նոր ռազմական գործողություններին, գոնե այս պահին, այսպես ասենք։ Ըստ ձեզ մերձավոր արևելքում պաշտոնական Երևանի ու Անկարայի դիրքորոշումների համընկնումը, նաև Իրано-իսրայելական հակամարտության հարցում որքանով է մերձեցնում երկու երկրներին։ Երևի թե մերձեցնում է եւ երևի թե այդ համընկնումը միգուցե այդքան էլ պատահական չէ, որովհետեւ մենք հիշում ենք, որ
կարծեմ Պաղեստինի ճանաչումներ, երբ որ որոշ ժամանակ առաջ կրկին համընկավ Հայաստանի եւ Թուրքիայի կապերի հետ, այսինքն պարզ է, որ Թուրքիան մի երկիր է, որը մեր հարևանն է եւ այդ երկրի հետ շատ նորմալ է, որ մենք երբեմն ունենք շահերի համընկնում։ Այսինքն մենք կարող ենք շահերի համընկնում ունենալ նաեւ Ադրբեջանի հետ։ Դա բոլորովին նորմալ է, որովհետեւ մենք նույն տարածաշրջանում ենք։ Ուղղակի հայ հասարակությունը մի փոքր դա ավելի վատ է ընկալում։ Կոնկրետ Թուրքիայի պարագայում եւ մի փոքր ավելի քիչ վատ, Ադրբեջանի պարագայում իհարկե ավելի շատ վատ, բայց սա բնական երևույթ է եւ պետք է մենք հասկանանք, որ օրինակ եթե մենք կարող ենք Վրաստանի հետ ունենալ ընդհանուր շահեր եւ կարող ենք Վրաստանի հետ ինչ-որ համատեղ գործողություններ անել, ապա մենք կարող ենք նաեւ Թուրքիայի հետ ունենալ ընդհանուր շահեր, հատկապես որ Թուրքիան շատ ավելի հզոր երկիր է եւ շատ ավելի մեծ երկիր է, քան Վրաստանը։ Հետեւաբար շահերի համընկնումը բխում է առաջին հերթին հենց նաեւ Հայաստանի շահերից։ Այդ իսկ պատճառով ամբողջովին նորմալ երևույթ է եւ հայկական կողմի տարածած հայտարարություններն էլ Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ ցույց են տալիս, որ Հայաստանը փորձում է իրեն դիրքորոշել հենց տարածաշրջանում։ Այսինքն Հայաստանը չի փորձում ընդհանուր դիրքորոշում ունենալ օրինակ արևմտյան գործընկերների հետ, ովքեր հիմնականում աջակցում են հենց Իսրայելին։ Հայաստանը փորձում է տարածաշրջանային իր հարևաններին նման դիրքորոշում ունենալ։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի արձագանքը, Թուրքիայի արձագանքը, որոնք խոսում են հենց այն մասին, որ տարածաշրջանում պետք է լինի ստաբիլություն, իսկ այս պահին այդ ստաբիլությունը օրինակ խախտել է Իսրայելը։ Այսինքն հարձակվող կողմը Իսրայելն է, այդ իսկ պատճառով 3 ԱԳՆ-ներն իմ թվարկած քննադատել են հենց Իսրայելին առաջին հերթին։ Եվ սա ինձ թվում է ամբողջովին նորմալ երևույթ է, որովհետև Հայաստանը հարավային Կովկասից տեղ չի գնալու եւ այդ մյուս երկրները նույնպես տեղ չեն գնալու հարավային Կովկասից։ Բայց եթե Իսրայելի հարձակումը դատապարտել էր եւ վարչապետը եւ արտգործնախարարությունը, ԱՄՆ-ի հարձակման դեպքում կարծես թե զգուշություն կա։ Հա, ԱՄՆ-ի հարձակման դեպքում իհարկե կարող է լինել զգուշություն, որովհետեւ Իսրայելի ազդեցությունը Հայաստանի վրա շատ ավելի քիչ է, քան ԱՄՆ-ի ազդեցությունը Հայաստանի վրա։ ԱՄՆ-ն համաշխարհային գերտերություն երևի թե ամենահզոր եւ ամենաշատ ռեսուրսներ ունեցող, ով կարող է շատ հանգիստ, օրինակ հարաբերությունների վատ տարածման դեպքում շատ հանգիստ, շատ վատ հետևանքներ կարող են ունենալ տվյալ երկրի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատ տարածումը։ Այդ իսկ պատճառով նույնիսկ միջազգային մամուլը կարող ենք նայել եւ ուրիշ երկրների արձագանքները կտեսնենք, որ օրինակ Իսրայելին շատ ավելի շատ երկրներ են դատապարտել, քան ԱՄՆ-ին։ Հենց այս նույն պատճառներից ելնելով, որովհետեւ Իսրայելի ձեռքերը միգուցե չկարողանան հասնել օրինակ X երկրին, բայց ԱՄՆ-ինը կարող են հասնել։ Այդ իսկ պատճառով դատապարտումները շատ երկրների կողմից չկան, հենց ԱՄՆ-ի հարձակումների վերաբերյալ։ Մի հարց եւ կվերադառնանք Իրано-իսրայելական հակամարտությանը, ի վերջո ինչ եք կարծում, այս տարի խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել Ադրբեջանի հետ։ Բարդ է իրականում ասել, եթե Հայաստանը օրինակ սահմանադրական բարեփոխումներ լինեին այս տարի, ես կարող եմ ասել, որ կարող են լինել, բայց մենք դեռևս չունենք երևի թե կարծեմ չունենք ամսաթիվ սահմանադրական բարեփոխումներ 27 թվականին կարծես թե, բայց ադրբեջանական կողմից էլ չի թույլանում այդ ճնշումը այս հարցի վերաբերյալ։ Այսինքն եթե մենք նկատեինք ադրբեջանական գոնե մամուլում, որ տվյալ հարց այլևս չի արծարծվում, այսինքն չի խոսում սահմանադրության փոփոխության մասին այսքան շատ, ապա կարող ենք ենթադրել, որ միգուցե դիվանագիտական ճանապարհներով ինչ որ բանի հնարավոր է եղել հասնել։ Սակայն տվյալ պահին մենք չենք տեսնում դա եւ ադրբեջանական մամուլը հենց այսօր առավոտել ես մեկ հոդված էի կարդում, որտեղ կրկին պրոիշխանական ինչ որ կայք գրում է այն մասին, որ նույնիսկ Էրդողանն է Փաշինյանին հասկացրել, որ պետք է փոխել սահմանադրությունը եւ այլն եւ այլն։ Այսինքն նրանց կողմից այդ ճնշումը չի թույլանում եւ տվյալ պարագայում ես շատ բարդ եմ համում, ես շատ ցածր եմ երևի գնահատում հավանականությունը, որ առանց այդ բարեփոխումների գոնե մոտ ժամանակներս Ադրբեջանը կգնա ստորագրման, որովհետեւ նրանք շատ արագ չեն կարող փոխել այդ դիրքորոշումը, որովհետեւ այդ դիրքորոշման փոփոխությունը ինչ որ հարցեր է առաջացնելու, թե ինչու Ադրբեջանը փոխեց իր դիրքորոշումը նույն ներքին լսանի համար, օրինակ։ Այսինքն մենք մի քանի տարի ասում ենք, որ եթե Հայաստանը չփոխի սահմանադրությունը, մենք չենք կնքի խաղաղության պայմանագիր, հետո Հայաստանը չի փոխում եւ մենք կնքում ենք։ Սա իհարկե հարցեր կարող է առաջացնել Ադրբեջանի համար, այդ իսկ պատճառով ես դեռևս չեմ տեսնում այն պատրաստակամությունը, որ Ադրբեջանը կգնա ստորագրման գոնե 25 թվականին։ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման վերաբերյալ տեղեկությունները հակասական են, նաև միջազգային մամուլում տեղեկություն կա, որ Իրանը Ֆորդոյի գործարանից ուրանի պաշարները նախորդ տեղափոխել էր, ինչ եք կարծում, նաև ինչպիսին կլինի Իրանի արձագանքը ԱՄՆ-ի հարձակմանը։ Իսրայելի դեպքում եթե օրինակ Իրանը փորձում է գոնե հավասար պատասխան տալ, իհարկե մասշտաբների տարբերություն կա, սակայն օրինակ նույն Իսրայելը սպանել է Իրանի գեներալների, Իրանը սպանել է օրինակ քաղաքացիների, սովորական, քանի որ չի կարողանում երևի թե հասնել գեներալների։ ԱՄՆ-ի դեպքում սա շատ ավելի լուրջ է լինելու այս տարբերությունը ինձ թվում է, կարող ենք հիշել 20 թվականի կարծեմ գեներալ Սուլեյմանի իսպանության արձագանքը թե ինչ եղավ,
Այսինքն իրանական կողմը, որպեսզի իր դեմքը պահի, նա հարվածեց ամերիկյան ռազմաբազաներին, սակայն մի շարք աղբյուրների համաձայն այդ ամերիկյան կողմը ժամանակին տեղեկացել էր հարվածի մասին։ Այնտեղ խոսում են, որ Իրանը Իրաքի միջոցով է տեղեկացրել եւ այլն։ Հիմա կարող ենք ինձ թվում է սպասել մոտավորապես նման արձագանքի, այսինքն անկասկած կլինեն հարվածներ ԱՄՆ-ի որոշ ռազմաբազաների ուղղությամբ, իսկ դրանք շատ են Մերձավոր Արևելքում, մի շարք երկրներում ԱՄՆ-ն ունի, նույն հենց Իրաքի մասին խոսեցինք, Էմիրություններում ունի, Սաուդյան Արաբիայում եւ այլն։ Երևի թե դժվար հարվածի Սաուդյան Արաբիայի կամ Էմիրությունների տարածքին, ամենայն հավանականությամբ Իրաքը երևի թե ամենահարմար տեղն է, որպեսզի հենց տվյալ, այսպես ասենք, հենց տեր երկիրը նույնպես շատ չփորձի պայքարել Իրանի դեմ, այդպիսի հարված հնարավոր է, բայց ինձ թվում է այդ հարվածը չի լինի ինչ-որ լուրջ մասշտաբի եւ ինչ-որ լուրջ մակարդակի եւ կրկին անհավանական չեմ հավարում, որ հարվածից առաջ կրկին տեղեկացված լինի ամերիկյան կողմը հարվածի մասին, որպեսզի հասցնեն էվակուացնել անձնակազմին, որպեսզի չունենան զոհեր, տեխնիկա, այո, կարող է ոչնչացվել, ինչը ինչ որ չափ Իրանի դեմքը օրինակ կփրկի այս պարագայում։ Իսկ ինչ զարգացումների սպասենք, կողմերը կարծես շարունակում են դիվանագիտական հարաբերությունները, այդ քննարկումը։ Հա, բանակցությունների մասին խոսում են, նույն կարծեմ երեք Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին էր ասել, որ ոչ ուղիղ, բայց ինչ որ աղբյուրներ, ինչ որ կանալների միջոցով շարունակվում է շփումները ԱՄՆ-ի հետ եւ նա նույնիսկ գնաց Եվրոպա, հանդիպեց այդ երրյակի, այսինքն Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործ նախարարներին եւ շփումները տեսնում ենք, որ շարունակվում են, սակայն արդյունքի դեռևս չի ստացվում հասնել երևի թե այն բանի պատճառով, որ պատերազմը դեռ թարմ է եւ կողմերը չեն հասցրել հյուծվել, երևի թե այսպես ասենք։ Օրինակ Իրանի պարագայում, այո, Իրանը ստացել է շատ լուրջ հարված, բայց միևնույն ժամանակ Իրանը շատ մեծ երկիր է, մոտավոր 70-80 միլիոն բնակչությամբ, ունի շատ մեծ ռազմական պոտենցիալ եւ նույնիսկ այս հարվածներից հետո Իրանը դեռ հյուծված չէ, այսինքն Իրանը կարող է շարունակել այս պատերազմը։ Ինչ որ արդյունքների հնարավոր կլինի հասնել, երբ օրինակ Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմին հնարավոր լինի հյուծել Իրանին ինչ որ չափ։ Իհարկե ռեժիմի անկում կամ լուրջ այդպիսի կատաստրոֆիկ զարգացումներ ես քիչ հավանական եմ համարում, երևի թե ամենահավանական զարգացումը կլինի այն, որ ինչ որ չափ հյուծումից հետո Իրանը կգնա որոշակի զիջումների նույն Ուրանի հարցում։ Այսինքն նրանք կհամաձայնվեն, որ միգուցե չշարունակեն զարգացումը կամ ինչ-որ սահմանափակ տոկոսի մինչև զարգացնեն կամ վերահսկման կամ այո, ինչ-որ կողմ վերահսկի այդ ամենը նույն մագատին, կարող են վերահսկողություն տալ։ Հիմա նրանք ունեն 60% զարգացված ուրան, միգուցե համաձայնվեն տոկոս ուղղակի իջացնել, չգիտեմ, 30-ի վրա համաձայնվեն կամ 20-ի, բայց այսինքն Իրանը իր նշաձողը մի փոքր իջացնի ամենայն հավանականությամբ որոշակի զարգացումների դեպքում, եթե այս նույն տրամաբանությամբ ամեն ինչ շարունակվի եւ կողմերը կգան համաձայնության, քանի որ այդպիսի կատաստրոֆիկ զարգացումներ, որ կփոխվի ռեժիմը եւ այլն, իհարկե շատ ավելի բարդ է եւ ինձ թվում է չի բխում ոչ մեկի շահերից Իրանում ինչ որ ռեժիմի փոփոխություն, քանի որ մենք տեսնում ենք արաբական աշխարհի օրինակ, երբ որ ռեժիմի փոփոխությունը բերում է քաոսի։ Մենք ունենք Լիբիա, մենք ունենք Սիրիա, նույն Իրաքը, այսինքն երկրներ, որտեղ ռեժիմ փոփոխությունը բերել է քաոսի, քաոս չունենք օրինակ Եգիպտոսում, որտեղ ռեժիմ փոփոխությունից հետո եկավ հենց այդ նույն ռեժիմի մարդ։ Նույն Սիսին ինքը նույն Մուբարակի ռեժիմի մարդ էր։ Այսինքն, եթե այդպիսի մի բան չլինի Իրանում, ապա լինելու է քաոս, ինչը ձեռնտու չէ ինձ թվում է եւ ոչ մեկին։ Այսքանը պարոն Սարգսյան, շնորհակալություն։